Հայաստանում տեսալսողական մեդիան անկախ է ու ազատ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը խորհրդարանում ներկայացնելիս արձանագրում է հանձնաժողովի նախագահը։ Ես ի նկատի ունեմ միայն այն տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի կարգավորման ներքո։ Եվ ազատ և անկախ ասելով կարևոր նաև նկատառում ի նկատի ունեմ պետություն այդ մեդիաների փոխհարաբերությունները։ 7-րդ անգամ է տարեկան զեկույցով ներկայանում Հակոբյանը ու 7-րդ անգամ արձանագրում է, որ կարգավորող մարմինը գործել է ազատ, թափանցիկ, հաշվետու հասարակության առջև։ Ինչ վերաբերում է մեր անկախությանը, ապա այն առաջինը երաշխավորված է սահմանություն և օրենքներով, երկրորդը երաշխավորված է հանձնաժողովի կազմով։ Թվային տվյալները ամբողջ տարվա հաշվետվությունը փաստաթղթավորված է խորհրդարանի սեղանին։ Հակոբյանը նախընտրում է խորհրդարանական ամբիոնից խնդիրների մասին խոսել։ Դրանք օրենսդրական լուծումներ են պահանջում տեսալսողական մեդիայի ոլորտում զարգացում ապահովելու համար։ Հետ ճշմարտության միջավայրում ենք ապրում, ձևակերպում է Հակոբյանը։ Ավանդական մեդիայից տեղեկությունը ծորում է դեպի սոցիալական ցանցեր, տարածվում ամենատարբեր հարթակներում։ Արդյունքում մեծ սպառնալիքներ ստեղծելով մեր երկրի տեղեկատվական, մարդկանց հոգևոր և ֆիզիկական անվտանգության համար։ Փակվում է Հայաստանի հոգևոր ու տեղեկատվական ինքնիշխանությունը, լուծումը նախ բոլորի համար հավասար խաղի կանոններ սահմանելն է։ Բոլոր մուլտիպլեքսում, ցանցային օպերատորների փաթեթներում, համացանցում հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն։ Այսօր քիչ թե շատ արդյունավետ կարգավորման ենթակային միայն հայերեն մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները, ինչ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծում։ Մյուս խնդիրն այն է, որ ցանցային օպերատորների փաթեթներում եւս քիչ թե շատ կարգավորվում են միայն հեղինակազորված հայկական արտադրության հեռուստաձեռագրերը։ Արտերկրի տեսալսողական ծառայություն մատուցողները որևէ կարգավորման չեն ենթարկվում։ Հանձնաժողովը վերահսկման գործիքներ իրավասություն չունի։ Եվ ստացվում է, որ հայկական ալիքները նրանք պահպանում են օրենքները, որտեղ կարգավորվում են, իսկ դրսից ներխուժում են, ծորում են մեր տեղեկատվական ինքնիշխան հարթակներ, դուք շատ լավ գիտեք, եւ թշնամանքի խոսքը։ Ավելին, հայկական արտադրանքի համար վճարներ նախատեսված չեն, բայց կաբելային ցանցերը վճարում են արտերկրի արտադրանքի համար։ Օտար հեռուստաձեռագրերի հեռարձակումը, եթե դրանք օրինակ մանկական կամ մշակութային չեն, պետք է արգելվեն ըստ Հակոբյանի, այստեղ էլ պետք են օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Միայն 72-ն են հայկական։ 164 հեռուստաձեռագրեր RD արտադրության են, Ռուսաստանի Դաշնության, 47-ը ԱՄՆ-ի, 16-ը ֆրանսիական եւ այսպես շարունակ։ Որպեսզի Հայաստանում լինեն որակյալ հեռուստաընկերություններ, ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը։ ՀՌՀ նախագահը ասում է, նպատակն այն է, որ գովազդային դաշտը բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։